Դիտավանի այս հատվածում հողը բերրի է, ջուրն առատ, սակայն այստեղ հասնելն է բարդ հողի մշակների համար։ 6 կիլոմետր ճանապարհը կառուցելու համար Grant Holding-ի սեփականատեր Միքայել Վարդանյանը նվիրաբերել է անհրաժեշտ 4 միլիոն դրամը։ Դրա շնորհիվ այս պահին 85 հեկտար հողատարածքում անմշակ հատված չի մնացել։ Միշտ եղել են Դիտավան համայնքի կողքին, Դիտավան համայնքի ազգաբնակչության յուրաքանչյուր խնդրակին արձագանքել են, բոլոր կատարված խոստումները, ծրագրերին աջակցել են թե սոցիալական, թե ենթակառուցվածքների զարգացման։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել Վարդանյանների ընտանիքին։ Այս փոքրիկը կոշիկը տնից դպրոց ճանապարհին է կորցրել։ Երբ ճանապարհը անցանելի կդառնա, Չինչինի բնակիչները օրերն են հաշվում։ Միքայել Վարդանյանը 40 միլիոն դրամ է տրամադրել ճանապարհը կառուցելու համար։ Հողային աշխատանքները համարյա ավարտվել է, լայնացվել է բավականին ճանապարհներ եւ խճապատումը 4 կիլոմետր ավարտել ենք։ Այգեձորի միջնակարգ դպրոցում Միքայել Վարդանյանին աշակերտները խնդրել են նորոգել անբարեկարգ դասասենյակները։ Այս խնդիրը եւս կլուծվի, գործարարը 7 միլիոն դրամ է հատկացրել։ Դիմել են պարոն Վարդանյանին, հաստատ համոզված լինելով, որ Grant Holding-ը կանգնած է սահմանամերձ համայնքում ապրող բնակչի կողքին։ Ներքին Կարմիր աղբյուրում հավատում են, որ կյանքը համայնքում կբարելավի։ Նրանց բոլոր նախաձեռնությունները աջակցություն են գտնում։ Ամիսներ առաջ Միքայել Վարդանյանի հովանավորությամբ գյուղ տեխնիկա ձեռք բերեցին։ Իսկ հիմա 22.5 միլիոն դրամ են ստացել ու սկսել այդ տեխնիկայի համար կայանատեղի կառուցել։ Մոտ ժամանակներս մենք կունենանք ավտոպարկ, որը ունենալու է նաև շարունակություն պարոն Վարդանի կողմից։ Ամեն ինչ կատարում է իրենց աջակցությամբ։ Սահմանամերձ բերդի խնդիրները լուծելու համար էլ 40 միլիոն 750 հազար դրամ է հատկացվել։ Լուսավորության հարցը կլուծվի հունիսի վերջին, գազաֆիկացումը լրիվությամբ կլուծվի հուլիս ամսվա վերջին, իսկ շքամուտքերի հարցը մայիս ամսվա վերջին արդեն վերջացրած կլինենք։ Տարիներով չէին լուսավորվում քաղաքի թաղամասերը, հիմա արդեն ժամը 20-ից հետո փողոցներում լույս է վառվում։ Շքամուտքերի պատուհանների խնդիրը եւս հրատապ էր։ Անձրև, ցուրտ, իսկ հիմա շատ լավ է։ Ենոք Հավանում ամբողջությամբ նորոգվել է եւ նոր գույք ունի հանդիսությունների սրահը։ Կիրանցում ամբողջովին նորոգվել է խմելու ջրագիծը։ Խմելու ջուրը կհասնի նաև Արջիս եւ Դեբեդավան։ Այստեղ նոր ջրագիծ կկառուցվի։ Վերջապես տանիք կունենա Հաղթանակի մշակույթի տունը։ Տավուշի սահմանամերձ 10 համայնքներին այս անգամ ընդհանուր առմամբ տրամադրվել է 167 միլիոն դրամ։ Տաթևիկ Նալբանդյան նորակարգ։